Նախ բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, իսկապես նաև չափազանց ցանկանում եմ կարևորել այս օրերի ընթացքում, ամիսների ընթացքում ձեր կողմից մշտապես Հայաստանի Հանրապետության, անկեղծորեն եմ ասում, նորագույն պատմության ամենախայտառակ քաղաքական հետապնդման վերաբերյալ մշտապես ձեր լուսաբանումները Սամվել Կարապետյանի նկատմամբ այնինչ տեղի է ունենում արդեն 7 ամիս, իսկապես աբսուրդային է։ Այս պահի դրությամբ արդեն Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը որպես խափանման միջոց, որ պատկերացնեք վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմը։ Եվ այն դատական նիստը, որը գործընկերների հետ ունեցանք 14 ժամ տևողությամբ, դատավոր Դոլմազյանի նախագահությամբ, կրկին հանգեցրեց նրան, որ տնային կալանքը կիրառվեց որպես խափանման միջոց։ Իհարկե նաև այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, դրանք վերացվել են։ Եվ այդ վերացման սկիզբը իհարկե արդեն դրել էր հենց վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։ Իրավիճակը հետևյալն է, այն, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց պետք է կիրառված չլինի, այն, որ այստեղ ընդհանրապես գործ չկա, բայց կա 7 ամսից ավելի տևող ամենաինտենսիվ քրեական հետապնդումը, դա հայտնի է բոլորին։ Այն, որ Սամվել Կարապետյանը 7 ամիս առաջ հստակ գիտակցում էր, երբ տան դիմաց եկել էին 100-ից ավելի ոստիկաններ, որպեսզի իրան բերման ենթարկեին, խուզարկություն իրականացնեին եւ այլ, բոլորի համար պարզ էր ինչ էր կատարվելու։ Բայց Սամվել Կարապետյանը, որպես ուժեղ մարդ, որպես ուժեղ հայի տեսակ, բնականաբար պատվով չնայած այդ ամեն ինչին 7 ամիս տևող կալանք ունեց, որը իդեպ կալանքը եւ տնային կալանքը նույն կալանքն է եւ այն հիմա էլ է շարունակվում։ Իրավիճակը սա է։ Պարոն Վարդանյանը, խնդրեմ մի փոքր մանրամասնենք հրապարակային խոսքի սահմանափակումը ավելի, դա ինչ է ենթադրում։ Այս ուղղությամբ կարող է արդյոք լի փաստաբան։ Որոշ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում, բայց առնվազն, երբ գտնվում էր Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում, մի շարք հարցերի վերաբերյալ իր հրապարակային խոսքը դուք լսել եք, դուք լուսաբանել եք, մեր հանրությունն էլ դրան հավուր պատշաճի արձագանքել է։ Առնվազն այդ ձևաչափի տեսանկյունից խնդիր չի լինել։ Մնացյալ մասով լրացուցիչ իրազեկումներ դեռ առիթ կլինի տրամադրելու։ Գրավ եւս համակցված կիրառվել է, բացակայելու արգելքը եւս կիրառվել է, իսկ թե արդեն մնացյալ հանգամանքների վերաբերյալ, նույն սկսած մեղսագրվող արարքների, հիմնավոր կասկածի այլ հարցերի մասով, մենք երբ կունենանք ամբողջական դատական ակտը, մանրամասն լրացուցիչ դրան կանդրադառնանք։ Մի բանը հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք ընդհանուր առմամբ մարդասիրության ճգնաժամ։ Այն, որ մեզ մոտ քաղաքական հետապնդումները, այն, որ քաղաքական բանտարկյալների թիվը իսկապես ռեկորդային է, դա արդեն հայտնի է բոլորին, բայց մենք ունենք նաև մարդասիրության ճգնաժամ։ Այն, ինչ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 16-ին, երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր բժշկական կենտրոնում, իր հիվանդասենյակում եւ այդ պայմաններում քննիչի եւ դատախազի գործողությունների, ինչպես նաեւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի, որը ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական հետապնդման այս աբսուրդի մեջ, գալիս են եւ ներերակային ներարկումը ընդհատում են փաստացի, բայց այստեղ պետք է անկեղծ լինեմ, որ հենց ինքը Սամվել Կարապետյանը գտնվելով հիվանդասենյակում, երբ տեսավ ոստիկաններին, իր առաջին գործողությունը այն էր, որ ինքը հենց նաեւ անջատեց համապատասխան սարք, հենց ինքը, եւ ասեց գնացի։ Սա էր իր արձագանքը, սա էլ հերթական անգամ, կարծում եմ նաև մեր հայրենակիցների համար, ովքեր նաև արդեն պատկերացում ունեն Սամվել Կարապետյանի մասին, իր տեսակի մասին, կարծում եմ դա կանխատեսելի էր, որ այդպիսինն է լինելու իր արձագանքը։ Ասելով գնացինք, ոչ թե ասելով, թե ընդհանրապես սա ինչ է, իհարկե մենք պաշտպաններով անկեղծ եմ ասում, եթե հնարավորություն ունենանք կցանկանայի, որ այդ տեսարանը ընդհանրապես չտեսնեի կամ հիմա մոռանայի, բայց դա է եղել իրականությունը։ Սա է եղել իրավիճակը, որում մենք հաստատի ամեն օր ապրում ենք ու փորձում ենք իրավաբանական գործունեություն իրականացնել։ Սա աբսուրդ էր, հարգելի գործընկերներ։ Սա մարդասիրության ճգնաժամն էր։ Բայց ունենք նաև այն փաստը, որ Սամվել Կարապետյանի տեսակը այդպիսին է։